Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները բերել պարտադիր ապահովագրության դաշտ։ Փոխնախարարը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց, որ մարտի 1-ի դրությամբ հաշվառված է երկանիվ 2594, եռանիվ 29 մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ։ Թե տեխնիկական միջոցներով, թե բարեկային ծառայության ուժերով վերահսկողություն պետք է իրականացվի այդ մեթոդներով, բացի այդ մենք սահմանել ենք նրանց պարտադիր հաշվառման պահանջ, այսինքն նույնականացուցիչ գոյություն կունենա, ունի արդեն նույնականացուցիչ եւ ուրեմն նույնականացվելու է եւ պատասխանատվություն է սահմանվելու այս նույն գործիքակազմով ինչ որ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ մեծ մեքենավարողները չեն էլ նկատում փոխքից անցնողները, նրանք ոնց ուզում քշում են, ավելին նրանք նաև հարմարվել են մեր իրականությանը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից, հետևի համարները ծռում են։ Սա նույնականացուցիչն է եւ անհրաժեշտ է, որպեսզի այդ նույնականացուցիչը լինի հստակ երևացող, որպեսզի կարողանանք պատասխանատվության միջոց կիրառել, բայց հենց այս կարգավորումը, որը մենք ընդունում ենք, այսինքն պարտադիր ապահովագրություն ենք սահմանում, սա եւս կարծում եմ մեկ խթան է, որպեսզի այս դաշտը գա վերահսկելիության տիրույթ։ Գեգամ Մանուկյանը փոխնախարարին հարց ուղղեց էլեկտրամոբիլների ձիաուժերի անհամապատասխանության վերաբերյալ։ Tesla X մեքենայի մարդը 250,000 դրամ վճարել է, ձիաուժը իջեցրել է, ինքը գույքահարկը ավելի քիչ է վճարում։ Մնացած նույն մեքենաները ձիաուժը ավելի շատ են վճարում։ Այսինքն եթե մի մեքենային տեստ են անում, համարում են այս մոդելի մեքենայի ձիաուժը ցածր է, հնարավոր չի դա տարածվի բոլորի վրա։ Կառավարությունում եւս այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվում, այստեղ մենք ունենք ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանության խնդիր, որովհետեւ ԵԱՏՄ-ի ուրեմն օրենսդրությունը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք միասնական էլեկտրոնային անձնագրեր այս մասով, եւ մենք տեխնիկական հնարավորությունների խնդիր ունենք։ Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան կառավարության որոշման փոփոխության նախագիծ։ Պաշտպանության փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որում վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Վստահաբար ատեստավորում անցած են նաեւ այն զորամասերի հրամանատարական կազմի անդամները, որտեղ վերջին շրջանում դժբախտ դեպքեր են տեղի ունենում։ Բարձրաձայնեց Գեգամ Մանուկյանը։ Սա տիպիկ օրինակներից մեկն է, թե ոնց ատեստացիան, աշխատավարձի բարձրացումը եւ իրականությունը իրար հետ փոխկապակցված չեն։ Մենք եւս շատ մտահոգված ենք յուրաքանչյուր դեպքով, բնականաբար կարծում եմ, որ լրիվ եւ բազմակողմանի քննության արդյունքներով վեր կհանվեն այդ դեպքի բոլոր մանրամասներն ու նպաստող պայմանները։ Եթե մենք նայում ենք կատարված աշխատանքը, արձանագրված դեպքերի վիճակագրությունը եւ դեպքերի նվազումը, բնականաբար դրա մեջ նաև սպաների կողմից լավ աշխատանքի արդյունքն է ամփոփված, միգուցե տվյալ զորամասում եղել է թերություն, դա քննությունը կպարզի, բայց նախորդ տարվա ցուցանիշները մեզ կարող են հուշել, որ բնականաբար սպաների կողմից իրենց կատարած աշխատանքների արդյունքները նաև իրենց վարձատրության հետ կապ ունեն։ Ընդդիմադիր պատգամավորին մտահոգող հաջորդ հարցը վերաբերում էր մի քաղաքացու, որը ծառայել է բանակում, հետագայում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերել, բայց հրավիրվել է վարժական հավաքների։ Հիմա այդ տղեն որ կա, Արթուր Չախոյան, քրեական գործով անցնում է։ Այսինքն հիմա ոչ թե այդ մարդու վարժական հավաք տանել չտանելու հարցն է, այլ կանոնակարգումն է։ Կարծում եմ պարոն Չախոյանի ներկայությունը չի փրկելու այդ խնդիրը եւ ինքը թող կարգավորի իր իրավական հարցերը, ընդ որում իրավական խնդիր էլ չկա, պարզվում է։ Եթե ինքը քրեական գործով անցնում է, ընդհանրապես խնդիր չկա տանել չտանել։ Նոր ընդդիմադիր սերունդ է դուրս եկել, որը շատ խառը վերաբերմունք ունի զինվորական ծառայության նկատմամբ, որ զինվորական ծառայության են կանչում կամ չգիտեմ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում։ Ժողովուրդ ջան, բոլորիս պարտքն է։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Հիմա հասկացանք, ինչ որ նոր ընդդիմադիր վայ առաջնորդա դուրս եկել, երկու աղբեր 4 տղա ունեն, ոչ մեկը բանակ չի ծառայել, այն մեկն է բանա։ Ինչ որ տեղեկանքով ազատվել է բանակից, հիմա կրկնակի բուժզննության են կանչում, չի գնում։ Քննարկված բոլոր նախագծերը դրական եզրակացություն ստացան։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։